Ինձ իշխանության ոչ ոք չի բերել Facebook-յան գրառման մարտի 10-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրապարակային հայտարարություններին։ Փաշինյանը նշել է, որ 2018-ի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին, իսկ ինքը ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն է եւ ժողովուրդն իրեն ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա։ Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմներ դնել։ Այս մասին նշվում է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում, ընդգծելով, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։ Բաքուն շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։ Երևանում Կասկադ համալիրի վերակառուցման համար նախատեսում է ներդնել ավելի քան 20 միլիարդ դրամ, այսինքն ավելի քան 50 միլիոն դոլար։ Արդյունքում նոր հատվածը Գաֆեի Ջան թանգարանը կկապի հաղթանակի 50-ամյակի հուշակաթուղի հետ, կյանքի կկոչվի Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտահղացումը, որն առաջարկում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային եւ կենտրոնական մասերը։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2025 թվականի 4-րդ եռամսյակում։ Կասկադ համալիրի վերակառուցմամբ զբաղվում է GTB Development Japan։ Մարտի 16-ից հայկական ընկերությունները պաշտոնապես իրավունք ունեն սկսել բարձրորակ ակվակուլտուրայի, ձկան եւ դրանց մթերքի արտահանումը ԵՄ երկրներ։ Սա հնարավոր է դարձել հայաստանյան եւ եվրոպական տեսչական մարմինների ջանքերի շնորհիվ։ Մի քանի տարի տևած տեխնիկական ընթացակարգը հաջողությամբ ավարտվել է եւ թույլտվություն է տրվել։ Չնայած Հայաստանը դեպի ծով երկ չունեցող երկիր է, սակայն ձկնաբուծությունը լավ ճյուղ է զարգացման համար, ասված է հաղորդագրության մեջ։ Համացանցում տասնյակ հազարավոր դիտումների ու դրական խոսքերի արժանացել ռուս հարսնացուի հայկական պարն իր հարսանիքին։ Աղջկա Փեսացուն ազգությամբ հայ է, տեսանյութում նա ոգևորում է իր ընտրյալին բարի ժամանակ։